գիտեք ինչի, ես փորձեմ հարցադրումս տալ լսելով իշխանական կողմի, այս ապահովական համակարգը ներդրող իշխանության բացատրությունները եւ մենք խոսում ենք բարձր բժշկի աշխատավարձի նվազեցման ու ցածրացման մասին, իրենք որոշ դեպքերում փաստարկներ են ներկայացնում, որ կան բուժքույրեր, կան աշխատակիցներ, բուժաշխատողներ, որոնց աշխատավարձը բարձրացել է։ Ես կուզեի դուք հստակ ներկայացնեիք, այդ որ դեպքերում է այդ աշխատավարձերը բարձրացել եւ այդ աշխատավարձերի բարձրացումը կարճաժամկետ թե երկարաժամկետի համար է, թե այս պահին որ հոսքը շատ է իրենց կարճաժամկետում կարող է աշխատավարձը բարձրանալ եւ որոշ ժամանակ հետո երբ որ արդեն հոսքը այն գնացող արդեն մտել է ամբուլատորիա, մտել է ԱԱՊ, նրա աշխատավարձը հետո կարող է կրճատվել ուղղակի, կխնդրեմ։ Եվ կներեք շատ ներողություն, պարոն Ավագյան, միգուցե ձեր հարցն է տակ, որ մի անգամ թե չեք ուզում։ Ես չեմ թող պատասխանը լինի, ես մի անգամ եմ։ Ուրեմն բարձրացել է առաջնային օղակում աշխատող ընտանեկան բժիշկների, թերապևտների աշխատավարձը, որովհետև բոլոր համապատասխան բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելուց առաջ պարտադիր է, որ նրանք մեր քաղաքացիները գնան իրենց ընտանեկան բժշկի կամ թերապևտի մոտ, այսինքն ուղեգրումները կատարվում են բացառապես իրենց կողմից եւ այնտեղից գնում են եւ դրա համար իրենց մոտ այցերը շատ են գրանցվում եւ այցերը իրենց մոտ վճարվում է եւ եթե չի բարձրացել էլ, ապա չի իջել։ Երկրորդ հիվանդանոցային բլոկում ես ուզում եմ մեջ բերել հիմնադրամի տնօրենի հարցազրույցից մի հատված, որտեղ հիմնադրամի տնօրենը ասում է, որ ռուտին վիրահատություններ արող վիրաբուժների աշխատավարձը չի կարող բարձրանալ։ Պետք է մեր վիրաբուժները փորձեն չանել ռուտին վիրահատություններ, այլ գնան անեն ավելի բարդ վիրահատություններ։ Ռուտին վիրահատությունը համարում օրինակ լեղապարկի հեռացումը, ասեմ, որ աշխարհում առաջի անգամ հարգելի հայրենակիցներ ռուտին վիրահատություն տերմինոլոգիան կիրառվել է Հայաստանի Հանրապետությունում, չկա այդպես բան ոչ միջազգային համակարգում, ոչ եւ այլն, ես չգիտեմ ինչ են ասում ռուտին, այսինքն լեղապարկի վիրահատությունը, բառացի ինքը ասում է, օրինակ ուրախու հեռացումը, ձեր հետ չէ հարցազրույցը, եթե չեմ սխալվում, ասում է, որ դա ռուտին է։ Հիմա, այսինքն ստացվում է, որ բոլոր մարզային վիրաբուժները բոլոր այն վիրաբուժները, որոնք որ չեն աշխատում երրորդ մակարդակի կլինիկայում եւ չունեն երրորդ մակարդակի կլինիկային համապատասխան վերակենդանացում եւ չեն անում բարդ վիրահատություններ, նրանք ստանալու են ցածր աշխատավարձներ։